Ողջույն սիրելի ընկերներ, Antifake եթերում Խաշմերուկ podcast-ի հերթական թողարկումն է, ՑՍՏ լրագրող Դավիթ Ֆիդանյանը եւ վերլուծաբան Հայկ Նահապետյանը։ Այսօր մենք շարունակելու ենք քննարկել Մերձավոր Արևելքում ընթացող լայնածավալ պատերազմը, պատերազմի ընդլայնման հավանականությունը եւ նաեւ քննարկելու ենք հետևանքները, որոնք արդեն իսկ առկա են ոչ միայն հակամարտող կողմերի, այլև ողջ աշխարհի համար։ Բայց նախքան բուն իրադարձությունների մասին խոսելը, ես կցանկանամ որոշակի պատմական ակնարկ իրականացնել այս կոնֆլիկտի արմատների մասով, ինչի մասին է առասարակ Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության հակասությունների եւ խնդիրների պատմությունը։ Դեռևս 1950-ականներին, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունում կար բավականին հետաքրքիր մի պերսոնաժ, երկրի վարչապետ Մուհամմադ Մոսադիկը, ով լինելով ազգայնական թևի ներկայացուցիչ, սկսել էր մի գործընթաց, որը որ բնականաբար դուր չէր եկել Միացյալ Նահանգներին եւ հատկապես նրա դաշնակից Մեծ Բրիտանիային։ Այդ ժամանակ Մերձավոր Արևելքում բազմաթիվ պետություններ, որոնք նախկինում գտնվում էին Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների տարատեսակ կորպորացիաների ազդեցության ներքո, սկսել էին ազգայնացնել իրենց ընդերքը, օգտակար հանածոները։ Բացառություն չէր նաեւ Սաուդյան Արաբիան։ 1950-ականների սկզբին Սաուդյան Արաբիան կարողացավ Միացյալ Նահանգների կորպորացիաներից ոչ թե խլել նավթային արդյունաբերությունը, այլ այնպես անել, որպեսզի հավասարաչափ բաշխվեն երկրի ընդերքից ստացած օգուտները եւ եկամուտները։ Սաուդյան Արաբիայի այդ հաջողությունից ոգևորված նույնը փորձեց անել Իրանի Իսլամական Հանրապետությունը Մուհամմադ Մոսադիկի գլխավորությամբ։ Եվ Մոսադիկը, լինելով բավականին պրագմատիկ եւ հայտնի գործիչ, ունենալով մեծ հեղինակություն երկրի ներսում, սկսեց ազգայնացնել նավթային արդյունաբերությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Դա, ինչպես նշեցի, դուր չեկավ Միացյալ Նահանգներին եւ նրա դաշնակից Մեծ Բրիտանիային, ովքեր սկսեցին Մուհամմադ Մոսադիկի վարչակարգի տապալման գործողություն իրականացնել։ Եվ այդ գործողությունը տեղ ունեցավ 1953 թվականին, երբ կենտրոնական հետախուզական վարչության անմիջական աջակցությամբ Թեհրանում սկսեցին փողոցային անկարգություններ եւ երկրում տապալվեց վարչակարգ եւ իշխանությունը անցավ շահական համակարգին։ Իդեպ պարոն Նահապետյան, տարիներ առաջ կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել էր այդ փաստաթուղթը Մոսադիկի վարչակարգի տապալման եւ նրանք ընդունել էին, որ Մոսադիկի հեռացման գործում Միացյալ Նահանգները ունեցել է դերակատարում եւ ոչ միայն ունեցել է դերակատարում, այլև ինքն է իրականացրել, պլանավորել եւ իրականացրել Մոսադիկի վարչակարգի տապալումը եւ հետագայում արդեն հաստատվեց այդ շահական իշխանությունը Փահլևի գլխավորությամբ, որը որ արդեն գործում էր Միացյալ Նահանգների եւ արևմտյան տարբեր պետությունների ենթակայության ներքո եւ բնականաբար չեղարկվեց արդեն Մոսադիկի ռեֆորմները երկրի ընդերքի հարստությունները ազգայնացնելու առումով, բայց տեղ ունեցավ նաեւ մեկ այլ հետաքրքիր մի բան, երբ երկրում արդեն ոստիկանական ռեժիմ էր հաստատվել, 1979 թվականին մի խումբ ուսանողներ Թեհրանի համալսարաններում սկսեցին հեղափոխական շարժում, որովհետև իրենք դեմ էին սեփական երկրի ընդերքի թալանին, որը որ իրականացվում էր շահական ռեժիմի եւ արևմտյան իրենց հովանավորների օգնությամբ։ Եվ փաստացի սա է հենց հիմնական խնդիրների արմատը, որովհետև տեսեք
կար Մոսադիկի ռեժիմ կամ իշխանություն ավելի շուտ, որը որ ազգայնացնում էր երկրի ընդերքը, չէր թողնում, որ թալան իրականացվի միջազգային կորպորացիաների կողմից, դա դուր չեկավ արևմտյան տերություններին, կենտրոնական հետախուզական վարչությունը անմիջապես մշակեց գործողություն, տապալեց այդ իշխանությունը, ստեղծվեց մարիոնետ իշխանություն, որը որ գործում էր արևմտյան թելադրանքի ներքո եւ բնականաբար սկսվեց այդ ընդերքի թալանը, որը որ նորից արդեն դուր չեկավ երկրի հասարակությանը եւ նրանք 1979 թվականին նորից վերցրեցին իշխանությունը եւ մոլլաների վարչակարգը դադարեցրեց երկրի ընդերքի թալանը եւ երկրի ընդերքը վերադարձավ Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ կարծում եմ, որ հենց նաեւ սա չի ներվում Իրանի ներկայիս վարչակարգին, որտեղ մենք գիտենք, որ Մերձավոր Արևելքում արևմտյան ինտերվենցիաների հիմնական մոտիվացիան դա իհարկե տարբեր երկրների ընդերքին տիրանալն է։ Իրաք, Լիբիա, Սիրիա, նաև Իրան, ինչու ոչ։ Եվ փաստացի հիմա նորից Իրանի ժողովուրդը եւ իշխանությունները պաշտպանում են սեփական երկրի ինքնիշխանությունը։ Այո։ Ճիշտ եք, այստեղ ուղղակի ես մի լրացում անեմ, այն որ նշեցիք հիմնականում Թեհրանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները կեցված դրսևորեցին, այդ շարժումը, որը հետո շատ արագ վերաճեց կրոնական երանգներով շարժվան, այսինքն հեղափոխություն, բայց ոչ աշխարհիկ հեղափոխություն, այլ իսլամի հավատարմության մնալու, իսլամին ծառայելու, աշխարհիկ այլասերումներն ու այլանդակությունները, որ տիրում էին Իրանում, այդ ամեն ինչը ոչնչացնելու, որտեղ վերջին հաշվով Ամերիկան երբ մի պետության իշխում է, նվաճում է, ոչ միայն խնդիրը թալանն է, ընդերքը եւ այլն, այդ ժողովրդին բերում է մի վիճակի, որ կենսակերպը, աշխարհընկալումը, աշխարհճանաչողությունը պետք է լինի իրեն նման եւ ինքը դրանով է կառավարում։ Իսկ Իրանը, այո, շահական Իրանը այդպիսին էր։ Այսինքն շատ արագ կար նպաստավոր հող, որսի այդ ուսանողական շարժումը վերաճեր կրոնականի, առավելևս որ Իրանում հոգևորականներ կային բոլոր շրջաններում, բոլոր մարզերում, այսինքն դա արդեն ինստիտուտ էր, համակարգ էր։ Բայց խնդիրը այդ ինստիտուտ համակարգի դրոշն էր։ Այդ դրոշը բացվում է Ֆրանսիայում էր։ Այաթոլլա Խոմեյնին ինքը արտաքսվել է Իրանից իր հայացքների համար, ամերիկյան վարչակազմի, նրանց չարժեքային համակարգի դեմ եւ այլն, եւ գտնում էր Ֆրանսիայում։ Եվ պատական չի, երբ այդ շարժումը սկսում է ուսանողների, նա Ֆրանսիայից, ընդհանուր խորհրդային միության սահմանով, Ադրբեջանով, այդպես Նախիջևանով, տարբեր աղբյուրներ բերում գալիս է Իրան։ Այստեղ բացառում եմ ես սկզբունքորեն, որ լինելով բավականին խորքային անձնավորություն, ոչ միայն իր հավատքի, գիտելիքների առումով, այլ քաղաքական եւ աշխարհակաղակական իր ընկալումների, բացառում եմ, որ ինքը դուրս մնացած լիներ Ֆրանսիայի հատուկ ծառայությունների տեսադաշտից, վստահաբար։ Բնականաբար։ Եվ այդ անձը հետ աշխատել են եւ ամերիկյան ռեժիմի, ամերիկային հլու հնազանդ կատարող ռեժիմի շահերի դինաստիան տապալելու մեջ նաեւ կար այլ պետությունների շահագրգռվածություն։ Ну ասենք մասնապես մեկը Ֆրանսիայի, հա։ Մյուսը այդ ժամանակ խորհրդային միության, իդեպ ասեմ ձեզ, որտեվ այնուամենայնիվ Միացյալ Նահանգները իրենց համար դիտում էր որպես թշնամի պետություն, ամերիկյան իմպերիալիզմ եւ այլն։ Սառը պատերազմի ամենաթեժ փուլը։ Այո։ Եվ ուզում ասեմ, յուրաքանչյուր պետություն այս կամ այն չափով նպաստել է, որպեսզի ուսանողական շարժումը հետո վերաճի
հոգևոր դաշտում հեղափոխության, իր առաջնորդով, հոգևորականներով եւ որը կոնկրետ արդյունք է ունեցել։ Այսինքն այնպես չի, որ ամերիկյան ներկայությունը միայն այդտեղ բիզնեսը չէր, այդտեղ հատուկ ծառայություններն էին, այդտեղ երկրի բանակի անվտանգության կառույցներում ամերիկացիների կողմից կառավարելի վիճակներ, որ դյուրին կերպով այդ ամեն ինչը տապալվեր, հա, բայց ուզում ասեմ ակնհայտ է, որ մի քանի շահագրգիռ պետությունների նաև չերևացող ներկայությունը մասնակցությունն ա եղել այդ իշխանափոխությանը։ Այդ թվում ես նորից եմ նշում, այդտեղ բականին այդպես կեցվածք ուներ դրսևորելու Ֆրանսիա եւ Խորհրդային Միությունը, որոնք ունեին իրենց շահերը, վստահաբար այդ իրենց շահերի համար էր արվում։ Հիմա պատկերացրեք շահերի ժամանակ լինելով աշխարհում ամենանավթարատ պետություններից մեկը Իրանը չուներ օրինակ նավթավերամշակման գործարան, արգելված էր ունենալ։ Դուք պատկերացնում եք շատ էժան գնվում էր նավթը, հետո վերամշակվում էր եւ բենզինը օրինակ ամերիկյան կողմը վաճառում էր։ Իրեն արգելված էր ունենալ անգամ նավթից բենզին ստանալու վերամշակման գործարան։ Եկամուտն էլ չէր բաշխվում։ Իհարկե։ Հիմա եթե նայենք ես մեր նախորդ հաղորդման ասի, որ Իրանի քաղաքական, հոգևոր, ռազմական ղեկավարությունը եւ Իրանի ժողովուրդը, բազմազգ ժողովուրդը եւ բազմակրոն պատրաստում էր այս պատերազմին առնվազն 2 սերունդ։ Այսինքն նույն 79 թվականից, երբ եղավ իշխանափոխություն, իրենք հրաշալի գիտեն, որ ինչ որ մի պահ Ամերիկան միշտորդավորված այլ պետություններով կամ ուղղակի բացահայտ ինքը իրականացնելու ագրեսիա, որովհետեւ այդ յուղոտ պատառը նավթային եւ տարածաշրջանում աշխարհագրական լուրջ դիրք ունեցող, իսկ հիմա մենք տեսնում ենք, չէ՞, ինչ ասել է Իրանը Օրմուզի ուրեմն նեղուցով։ Երբ որ նավթի համաշխարհային առևտրի 20%-ն է այդտեղ գալիս, Իրանի իր գազային պաշարների մշակման ամբողջ պահոցները գտնում է այդ Օրմուզի կողքը գտնվող կղզիներում, որ 2 օր առաջ Միացյալ Նահանգները հարվածել էր Իրաններ պատասխան հարված տվել էր Կատարին, հա, նրանց ամենամեծ գազային պահոցին էր հարվածել։ Եվ ըստ այդմ կարելի է արձանագրել, որ Իրանը կրվում է իր տարածքում, Իրանի ժողովուրդը ինքնիշխան, առավելագույն անկախ, ինքնաբավ պատժամիջոցների տակ է 79 թվականից, բայց Իրանը եզակի երկիր է աշխարհում, որ ինքնաբավ է, այսինքն ինչ իրեն պետք է ինքը արտադրում է։ Չունենալով տարբեր ոլորտներում նաև, այսպես ասենք, համապատասխան ռեսուրսային բազա, բայց կարողանում է գտնել ժամանակին դաշնակիցներ եւ այսօր այդ դաշնակիցների ներկայությունն է երևացող կամ չերևացող ձևով, որ Իրանին նաև թույլ է տալիս լրջագույն դիմադրություն ցույց տալ աշխարհում հզորագույն գերտերությանը, թիմը գերտերությունն է ԱՄՆ ռազմական եւ տնտեսական առումով եւ բավականին լուրջ մոտիվացված բանակ, սպառազեն բանակ ունեցող Իսրայելին, Ցախալին։ Դիմադրությունը կա։ Ես առավել քան համոզված եմ, որ եւ ռուսական կողմը իհարկե իրենց շահերից ելնելով հասկանալի եւ չինական կողմը օգնում են, բայց իրենք օգնում են մի երկրի ղեկավարության եւ ժողովրդի, ով կռվում է, բնականաբար չկռվողին չեն օգնում։ Եվ այս իրողություններն է հիմա ոնց որ թե Միացյալ Նահանգները այս պահին հիմա անցել են պլան B-ին Իրանում տեղի ունեցող ռազմական բախումների։ Պարոն Ապետյան, տեսեք, իրավիճակը իրականում բավական հետաքրքիր է եւ նաեւ բազմաշերտ է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ մի կողմից Միացյալ Նահանգները նախագահ Թրամփը շարունակաբար խոսում են այն մասին, որ ցամաքային գործողություն չի լինելու, պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ռեժիմը չկազմալուծվի, դա արդեն Իսրայելն է խոսում դրա մասին, բայց նաև մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները տարբեր տվյալներով 2.5-ից 5,000-ից ծովային հետևակի զորախումբ է մոտեցնում Հորմուզի նեղուցի այդ շրջանում, միգուցե նաև կղզիների վրա դեսանտ իջեցնելու եւ վերահսկողություն սահմանելու համար։ Հիմա բնականաբար
իրանական կողմը դիտորդի դերում չի լինելու, երբ այդ ծովային հետևակի խումբը ժամանի։ Լինելու է կրակ եւ լինելու է նաեւ պատասխան գործողություններ։ Այո։ Արդյոք Միացյալ Նահանգները ավելի շատ չի խրվում սրանով այդ պատերազմի մեջ։ Եկեք գնահատենք այս պահին Միացյալ Նահանգների քայլերի տրամաբանությունը, հա։ Ուրեմն առաջին этап գլխատել երկրի հոգևոր եւ առաջին հերթին ռազմական ղեկավարությանը, ոչնչացնել ֆիզիկապես, որը ըստ Միացյալ Նահանգների ուղղային կենտրոնների եւ նույնիսկ ասում են, որ տարածական բանականությունն է նաեւ գնահատական տվել, որ այդ ոչնչացումից հետո Իրանի քաղաքական ղեկավարությունը իդեմս ասենք նախագահի, հա, կամ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի Լարիջանի, որ ևս բանացի։ այո, նրանք կամաձայնվեն ԱՄՆ-ի պահանջներին ու թեման դրանով փակվում է, այսինքն Իրանում այաթոլլաների կառավարման ինստիտուտին վերջ է դրվում եւ աշխարհիկ իշխանություն է լինում, այդ աշխարհիկ իշխանությունը այդ պահին մի հատ անցումային կառավարություն է ստեղծում, մինչև Միացյալ Նահանգները ցուցակտան թե ով է դառնալու երկրի նախագահ կառավարության անդամներ, որովհետեւ այդ երկրի ամբողջ ռեսուրսները դրվի ԱՄՆ-ի սպասարկելու։ Այդ առաջին փուլը ձախողվեց, այսինքն հաջողվեց այնքան որ գլխատվեցին, սպանվեցին, բայց որից մեկը սպիտակ դրոշ չբարձրացրեց, ավելին բարձրացվեց վրիժարության հատուցման դրոշը եւ հայտարարվեց սրբազան պատերազմ, ջիհադ։ Հիմա փուլ երկրորդ։ Կրկին շարունակել ֆիզիկապես ոչնչացնել ռազմական, հոգևոր, նաեւ քաղաքական, արդեն քաղաքական ղեկավարներին միաժամանակ, բայց դա արդեն առաջնային չէր։ Առաջնայինը քրիտիկական ենթակառուցվածքներն է, այսինքն բերել մի վիճակի, որ Իրանը հայտնի քարե դարում։ Այսինքն Իրանը ունի արդյունաբերություն, արտադրություն, նավթ, գազ եւ քրիտիկական այլ ենթակառուցվածքներ, ասենք այդ նավթի, գազի պաուսներ կամ ասենք Կատարը ունի, որը երկու օր առաջ Իրանը խոցեց, հետո Իսրայելը եւ Միացյալ Նահանգները Իրանն խոցեցին, այդ գազը հեղուկ գազ է դառնում եւ տանկերներով տեղափոխվում է, այ սովորական գազը խողովակով չէ, ինքը հեղուկ է դառնում։ Հիմա ԱՄՆ-ի քայլերը հետեւյալն է. Իրանը բերել ավերելով, այդ ռմբակոծելով, հրթիռակոծելով եւ այլն, բերել քարե դար։ Այսինքն պատկերացրեք Իրանի ղեկավարությունը նստած հաշվում է, հա։ Լավ, այդ մարդկային զոհերը արագ վերականգնել է, հա, այսպես ասենք, մասնագիտական կորուստները եւս վերականգնել է, բայց ենթակառուցվածքները դա միայն չի, նախ տարիներ է, այդ մեկ, երկրորդ դրա համար լուրջ ներդրումներ են, չէ՞ պետք, որտեղ դրանք մեծ արժեքներ են։ Դա ըստ ԱՄՆ-ի ստրատեգների մտածում են, որ Իրանում ղեկավարները մտածել են, որ արդեն ժամանակն է, որպեսզի սպիտակ դրոշը բարձրացնեն, որպեսզի ԱՄՆ-ը այլևս չշարունակի ոչնչացնել Իրանի քրիտիկական ենթակառուցվածքները։ Այսինքն ԱՄՆ-ը հիմա այդ փուլում է, բայց կարծում եմ, որ այստեղ եւս ցախողում է լինելու, որտեվ հարվածելով գազի այդ պահոստներին Իրանի, հետո Իրանը պատասխան հարվածը տվեց Կատարում ամենամեծ պահոցին, որը սկզբունքորեն նաև էկոլոգիական վնաս կարող է առաջացնել։ Այսինքն Իրանը հետքալ չի անում։ Կա Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը Ռակբարը, որը նահատակ Խամենեիի որդին է, որը մոտիվացված է պատերազմը շարունակելու։ Ճիշտ է, որ զինվորականներ բարձրաշան եւս զոհվել են այդ հարվածներից հետո, Հետախուզության նախարարը, Բասիջի ղեկավարը։ Այո, բայց այդ մարդիկ փոխարինողներ ունեն։ Այստեղ խնդիրը քաղաքական որոշում կայացնելու մեջ է։ Քաղաքական որոշումը այսօր կայացնում է գերագույն հոգևոր առաջնորդը։ ԱՄՆ-ի հետ բանակցությունները վարում էր անվտանգության խորհրդի գերագույն խորհրդի քարտուղարը Լարիջանին, որին իմ խորին համոզմամբ սպանել է Իսրայելը եւ իրենք էլ հայտարարել են դրա մասին, ինչու՞ որ որևիցե բանակցություն ԱՄՆ-ի հետ ռազմական գործողությունները դադարեցնել չլինի, որտեղ բանակցությունները եւ միջնորդը եւ ղեկավարության մեջ իսկ ինքը անձեր, որը զբաղեցնում էր կարգավիճակով երրորդ պաշտոնը,
գերագույն հոգևոր առաջնորդից եւ նախագահից հետո։ Ինքը երրորդն էր։ Հիմա ես կարծում եմ, որ այստեղ եւս Միացյալ Նահանգները ձախողվել են, որովհետեւ գեներալը սպանվել է, գեներալը կա, մյուս գեներալը նստում է, նույն գործը անում է։ Այո, Իրանը նյութապես եւ տնտեսությունը իսկապես շատ լուրջ հարվածներ է ենթարկում, բայց արդյոք դա կարող է պատճառ հանձնանալ, որ ամենամոտիվացված չհանձնվող անձանցից մեկը երկրի թիվ 1 դեմքը գերագույն հոգևոր առաջնորդը ինքը հանձնվի։ Ես կարծում եմ չէ։ Կարծում եմ չէ։ Եվ այս կռիվը շարունակվելու է, բայց երեք մի կարելի ասել մի շատ կարևոր իրադարձություն է եղել։ Երեք ամերիկյան F-35 չխոցվող ինքնաթիռ է խոցվել Իրանի կողմից $100 միլիոն արժողությամբ։ Որը գինը մի կողմի վրա ենք դնում, սա չխոցվող ինքնաթիռներ են։ Թե Իրանի որտեղից այդպես այդ հրթիռային համակարգերը կարող են ենթադրել, որ ընդհանրապես ենթադրություն է ոչ ավել ոչ պակաս, բայց փաստը մնում է փաստ, որ երկնքում այդ ինքնաթիռները ընդդեմ դա բական հեռավորության վրա այնպես չի որ այդ ինքնաթիռները մտել են Իրանի օդային տարածք, Թեհրանի վրային պտտվել, այդպես ռումբեր են նետել, որ շատ ավելի էժան է, քան հրթիռները, չէ, այդպես չի։ Իրենք առավելագույն հեռավորության վրա, ասենք 200-250, հա, 300 կիլոմետրի վրա 350 հրթիռ են բաց թողում։ Հետո պտտվում գնում են, բայց այդ մտնելու տարածք։ Հա, տարածք, որտեվ տեսել են ամերիկյան 5 ինքնաթիռ խոցվել են 200-ից մինչև 320 կիլոմետր հեռավորության վրա։ Ամերիկացիք ոնց որ հասկանում են, որ այստեղ ամենայն հավանականությամբ ռուսական S-400-ներն են աշխատում, որը 400 է հարվածում, բայց էֆեկտիվը առավելագույն 320-330 է, հա։ Կիլոմետր հեռավորության վրա ինքը էֆեկտիվ հարվածում է։ Հիմա դրանք F-15-ներն են, բայց երբ որ F-35 է խոցվում, հասկանում եք, սա արդեն լրիվ ուրիշ որակ է։ Այսինքն այս հրթիռը ես կարող եմ ենթադրել, որ ամենայն հավանականությամբ հուսիտներն են տվել Իրանին այն իրենց քարանձավներում, ուրեմն քարե մուրճով այդ հրթիռը պատրաստել են։ Եվ այդպիսի հրթիռ է ստացվել։ Պատկերացնում եք, հիմա Իրանի հաշվարկը, Իրանն էլ է հաշվում, որ այս սիրիկա հուսիտները այսպես հրթիռ են պատրաստել եւ տվել են, եւ իրենք խոցելի են դառնում։ Երեք մի քանի երկրներ եվրոպական հայտարարություն տարածեցին, որ իրենք պատրաստ են ջանքեր ներդնել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործում։ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, բայց հարց է առաջանում, թե ինչ ձևի ջանք է։ Բայց զոհվողը պետք է լինի ամերիկյան բանակի զինվորը։ Այո։ Որտեղ իրեն տանք իրենց անունները։ Իրենք բառացի հայտարարել են, որ դա իրենց պատերազմը չէ։ Ճիշտ է։ Եվ պարոն Ապետյան, տեսեք, կարծես թե Դոնալդ Թրամփը չի կարողանում շատ կարևոր մի գործ իրականացնել այս պատերազմի առումով, նա չի կարողանում անել մի բան, որը որ Միացյալ Նահանգները կարողացել էր անել Իրաքի քեյսի շրջանակներում, Լիբիայի եւ Սիրիայի պարագաներում, Միացյալ Նահանգները չի կարողանում միջազգային կոալիցիա ձևավորել։ Դա շատ կարևոր բան եք ասում, որտեղ բոլոր մյուս ռազմական ագրեսիաների ժամանակ կար կոալիցիա։ Այո, Լիբիայի Քադաֆիի վարչակարգը տապալու ժամանակ բոլոր չի եղել եւ Աֆղանստանում, եւ Սիրիայում, եւ Լիբիայում հիմա չկա։ Չկա։ Սա շատ կարևոր, սա մեղավոր Իրանն է։ Ուսկն Իրանը կռվում է, Իրանը զինված է, ժողովուրդը մոտիվացված է, կառավարման համակարգը սպանություններով չես կարող փլուզել։ Այսինքն մի շարք առավելություն ունի Իրանը, դավաճանների թվականակը չափելի չի ոչ Սիրիայի, ոչ Իրաքին է այդպես, ոչ էլ Լիբիայի։ Այսինքն սա վական լուրջ առավելություններ է տալիս իրանական կողմին։ Եվ սա ինչ է նշանակում, որ իրանական հրթիռները եթե անհրաժեշտություն լինի, նաև Եվրոպա կարող է հասնել, կամ եվրոպական երկրների բազան է, այնպես ինչպես Կիպրոսում բրիտանական, չէ, բազային հարվածեցին։ Դա երևի նաև իր մեջ մեսեջեր պարունակում։ Իհարկե, սա նշանակում է, որ ցանկացած պետություն, ով Ամերիկայի հետ միասին մտնում է ռազմական գործողությունների թատերաբեմ, իր բազաները ռազմական արժանանշություն ունեցող կառույցների, ենթակառույցները կարող են թիրախավորել եւ հարվածի ենթարկել։ Սա փաստ է։
եւ ըստ այդմ այստեղից Միացյալ Նահանգները ես կարծում շատ կարևոր դիտարկում արեցի Դավիթ ջան, որ իրենք ի սկզբանե արդեն դատապարտված են ցախողման, որտեղ այդ կոալիցիան ինքը հարային համաշխարհային կարծիք ձևավորելու գործիք է, ոչ ավել։ Վստահեցնում եմ, որտեղ այն երկրները, որտեղ Միացյալ Նահանգները մտել են, առանձնապես իրենց համար ոչ տակ եղել, ոչ սառը այդ կոալիցիոն ուժերի զորքը։ Խնդիրը եղել է քաղաքական եւ քարոզչական։ Շատ ճիշտ եք։ Իսկ հիմա, այո, հիմա պատկերացեք քաղաքական ու քարոզչական չկա, ոչ միայն չկա, հիմա այդ ամեն ինչը ինչ որ կա։ Իր դեմ է։ Այո, ճիշտ է, իր դեմ է աշխատում։ Ես կարող եմ ենթադրել, որ ես չեմ բացառում գործնականում այստեղ կրկնվի Վիետնամի սցենարը։ Այն առումով, որ օրինակ Վիետնամում ռազմական բախումները երբեք Վիետնամի բանակը լրջագույն ճակատամարտերում հաղթանակ հյուսային Վիետնամի մասն է խոսքը չի տարել Ամերիկայի զինուժան դեմ, բայց պատերազմը տարավ, որտեղ Ամերիկայում հակապատերազմական այնպիսի շարժում նույնիսկ այն ժամանակ, երբ որ ԱՄՆ կոալիցիայով էր իդեպ, հետաքրքիր չէ, իսկ այնպիսի շարժում եղավ, իհարկե շահել ունեցող երկրները եւս, ինչպես ասում են կողքից, այդ կրակի վրա յուղ լցեցին, բայց փաստը մնում է փաստ, որ ԱՄՆ դուրս բերեց չէ զորքերը, այդքան կորուստներից հետո, այդքան ավերներից հետո, Վիետնամում կենսաբանական քիմիական զենք օգտագործելուց, որ մինչև հիմա պատկերացեք քանի տարի անցել, մի 10-20 տարի հետո, երևի 100 տարին կլռանա, մինչև հիմա այդ տարածքները անմարդաբնակ են, եթե ծնունդ կա լուրջ հիվանդություններով եւ այլն, այսինքն ԱՄՆ անգամ իր նորագույն զինատեսակներն էր Վիետնամ որպես պոլիգոն զենքի փորձարկման օգտագործում։ Իդեպ ներողություն ընդհատելու համար շատ հետաքրքիր եւ կարեւոր դիտարկում իրականացրեցիք Վիետնամի առումով։ Իրավի բազմաթիվ զինատեսակների փորձարկում էր եղել այդ պատերազմի շրջանակներում եւ նաեւ հոգեբանական տիպի այսպես ասած զինատեսակներ են փորձել օգտագործել։ Ես երբ որ ուսումնասիրում էի վիետնամական кейսը, այսպեսի մի հետաքրքիր դրվագի էի հանդիպել, որ կա արխիվներում, հա, փաստաթղթերում։ Միացյալ Նահանգները բավականին տեղեկացված էին վիետնամացի ժողովրդի կենցաղի, նրանց հավատալիքների եւ հոգեբանության մասով եւ նրանք գիտեին, որ նրանք վիետնամացի ժողովուրդը բավականին սնահավատ է, հավատում է անդրշիրիմյան կյանքին եւ մահվանից հետո կյանքին, նաեւ հավատում էին, որ երբ որ հարազատը լքում է այս աշխարհը եւ հայտնվում անդրշիրիմյան աշխարհում, նրա հետ հնարավոր է կապ հաստատել եւ ուղղաթիռների վրա ամրացնում էին բարձրախոսներ եւ հատուկ ձևաչափով կարողանում էին էֆեկտներ ստանալ ձայնային եւ լսողին թվում էր թե անդրշիրիմյան կյանքից որը մեկը դիմում է կռվող զինվորին եւ դրա միջոցով փորձ էին անում թաքստոցներից դուրս հանել պարտիզանական պայքար մղող վիետնամացիներին եւ կրակի տակ մատնել։ Իսկ շատ հետաքրքիր տեխնոլոգիաներ էին կիրառում։ Այո, ասենք այսպես, բայց կյանք ցույց տվեց, որ ընդորում վիետնամցիները բավական ռազմաշունչ ժողովուրդ են, այդ հնդկաչինի չգիտեմ, այնտեղ ասենք Կամբոջայի, Լաոսի ժողովուրդը որքանով ինչ, բայց իդեպ Չինաստանը անցյալ դարում, 20-րդ դարում մի անգամ փորձ արեց, ոնց որ թե իր գերիշխանությունը հաստատել Վիետնամի վրա, որ չստացվեց։ Այսինքն նույնիսկ մինչև այս պահը Վիետնամի եւ Չինաստանի միջև բավական լարումներ կան այդ պատերազմից, երբ որ Չինաստան որպես պետություն կայացավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ փորձում էր արդեն ընդարձակվել տարածել, այդ ընդարձակման ժամանակ թիրախներից մեկը Վիետնամն էր։ Վիետնամը ինքը բավական ռազմաշունչ ժողովուրդ է, կռվող են, այսպես ասենք, թեև հնդկաչինի ժողովուրդներից, ասենք, օրինակ Լաոսի կամ Կամբոջայի ժողովուրդը այդքան չէ, բայց իրենք կռվող են։ Հիմա ես ինչու հիշեցի Վիետնամը, որովհետև եթե
քաղաքական եւ տեղեկատվական, իսկ առանց եթե քաղաքական տեղեկատվական աջակցություն համաշխարհային առումով ԱՄՆ չունի, իսկ այդ նշանակում որ Տրամփի վարչակազմը բոլորի կողմից թիրախում է հայտնվում, ապա հակա պատերազմական կեցվածքը ալիքը սկզբից դրսում, որը հետո ներս է մտնելու ԱՄՆ, իսկ հիմա արդեն մտել է գոնե հրաժարականների տեսքով, սա եւս այդ կեցվածքի դրսևորում է, վերջերս մի բավականին բարձրաստիճան պաշտոնատար անձ ուժային կառույցների հատուկ ծառայություններում հրաժարական է տվել, ասելով, որ Իրանը որից է ձևով միջուկային զենքի ստեղծման նախաշեմին չէր, կեղծիք է, սուտ է։ Սա գիտեք ինչ հարված է, դա Դավիթ Ֆիդանյանը կամ Հայկ Նապիցյանը չի ասում, կամ մեր նման շարքային քաղաքացիներ կամ մասնագետներ ենթադրենք ԱՄՆ-ում։ Սա ասել է մարդ, որը ի պաշտոն է իրազեկված է Իրանի միջուկային զենք ստեղծելու հավանականության մասին, փաստաթղթավորված։ Սա նշանակում է, որ հրապարակավ ասում է, որ ի պաշտոն է ինքը անձ է, որտեղ մեղադրում է Տրամփին կեղծիք իրականացնելու եւ կեղծիկի հետևանքով ԱՄՆ պետությանը նյութական եւ մարդկային կորուստներ պատճառելու եւ ԱՄՆ պետությունը Իսրայելի ենթակայության տակ դնելու մեջ։ Այո, ընդ որում հիմա դա թեվացող կարծիք է, որ իրականում Տրամփը ինքնուրույն չի եւ Տրամփը կատարում է Բենյամին Նետանյահուի եւ ԱՄՆ-ում հրեական լոբինգի հանձնարարականները։ Այստեղ եւի նորից պետք է վերհիշենք Փշտենի գործը, որը հիմա լռում են։ Այո։ Ես կարծում եմ այստեղ կա, այո, նախ Էփշտեյնի գործով Տրամփին հնարավորություն ընձեռնվեց լռեցնել ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրների ղեկավարներին, այդ թվում Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի երեքին, բայց մյուս փաթեթով իմ կարծիքով լռեցվեց Տրամփը, որպես պատերազմ տեղի ունենա։ Հիմա ես դժվար եմ գնահատել, թե ինչքան կձգվի սա, այս բախումը։ Այնուամենայնիվ փաստը մնում է փաստ, որ թիմ 1 շահառն, որ պատերազմը չկանգնի, Իսրայելն է ակնհայտ է, եւ Լարիջանի սպանությունը միայն դրա մասին է խոսում։ Ընդ որում ես չեմ բացառում, որ երբ որ Իրանը անդադ ԱՄՆ նախագահ երբ որ ասում էր մենք հաղթել ենք, հիշում եք այս վերջին մի շաբաթ ընթացքում ինքը տարբեր հանդիպումներում լրատվամիջոցների մասնագետների ինչ համար է ասում, որ մենք հաղթել ենք, ուզում էր ասել, որ արդեն կռվը կանգնեցնելու ժամանակն է։ Եվ այդ բանակցությունները հիմնականում Լարիջանի միջոցով դարվել, բայց դրա մասին բնականաբար իրազեկ էր Իսրայելի հատուկ ծառայությունները, որոնք ուղղակի նախ մի բանակցողին սպանեցին, իրանական կողմի վարկանին լուրջ անձնավորություն պատրաստված, եւ մյուս կողմից էլ Տրամփին փաստացի պարտադրում են կամ ստիպում են, որպեսզի վերջինս իր կեցվածքը Իրանի դեմ ռազմական գործողությունները շարունակելու կեցվածքը չփոխի։ Բիբի Նեթանյահուն բավականին հետաքրքիր հայտարարություն է արել, նշելով, որ օդով հեղափոխություն չեն անում։ Ցամաքային զորքեր նկատի ունենք։ Այո, եւ պետք է լինի ցամաքային ներխուժում, որ վարչակարգը տապալվի, որպեսզի ժողովուրդը դուրս գա։ Կղզիների բավ ես համակարծիք եմ, որ կղզիների ուղղությամբ կարող անեն, իսկ եթե անելուց հետո տեսականորեն գրավեցին, բայց հետո եթե Իրանը հետ է գրավում կամ ոչնչացնում է, հետո ինչ է լինում։ Բայց ցամաքային օպերացիա, որը իր մեջ կներառի ամբողջ Իրանի տարածքը, ես բացառում եմ 100%-ով, առայս որ այդպես չկարողացան անջատողական տրամադրություններով գեներացնել, որ ներսից պայթեցնեին, դրսից ագրեսիան զուգորդվեր ներսի անջատողական տրամադրությունով զենքի դիմելով, ուսի կենտրոնական իշխանություններին տապալեին։ Ես բացառում եմ, որտեվ թվերը ինքնին խոսում է, առայս մոտիվացված Իրանի ժողովուրդն է։ 720,000 բանակ, 2 օրում 2 միլիոն ավելանում է, առավելագույն 1 ամսում 9 միլիոն։ Դուք պատկերացեք այդ ուժի դեմ պատերազմի օրենքներով 1-ին 3, 1-ին 4, 1-ին 5։ Բայց չեմ ասում օդուժի թվականակը, որը չկա փաստացի, ոչ օդանավական կա, ոչ օդուժ կա։ Բայց Բիբին այս սցենարին դեմ չէր լինի, ձեր նշած սցենարին, հա։ Եվ այստեղ հարց է առաջանում։ Եթե մենք դիտարկում ենք, որ Դոնալդ Թրամփը գտնում է լրջագույն ազդեցության տակ հրեական լոբի եւ միգուցե նաեւ հատուկ ծառայությունների, հարցը առաջանում, որքանով նա կդիմադրի Բիբի հերթական կմաճիկին, օրինակ
ցամաքային օպերացիա իրականացնելու համատեքստում։ Ես դժվարում եմ ասել, որտեղ տրամաբանորեն կարող ինքը չանել։ Այդ ժամանակ Էփշտեյնի գործն է պայթում իր մասով, հա, եւ Տրամպի նկատմամբ բացական վերաբերմունքը, որը բավականաչափ կուտակվել է եւ ԱՄՆ-ի սահմաններից դուրս եւ ԱՄՆ-ի սահմանների ներսում, դա շատ արագ կարող է բերել ԱՄՆ-ում իմպիչմենտի գործընթացի եւ իշխանափոխության կամ հակապատերազմական ցույցերի, որը կարող է վերաճել այն սցենարը, ինչ արվեց Վիետնամի պատերազմի ավարտին, հա, այդպես ավարտվեց։ Ես սկզբունքորեն չեմ բացառում, բայց եկեք նույն Իսրայելը, որ ասենք պնդելու է, որ ԱՄՆ-ը անի։ Հիմա ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությունը ասելու է, լավ, այսքան զորք ունի, այդ զորքի դեմ մենք պետք է հանենք այս թվականակով զորք։ Չկա այդ զորքը, հարգելիս։ Չկա։ Կամ այսքան ինքնաթիռ։ Իրանը պատական էլ վերալից կարող ինքնաթիռներին հարվածում գետնի վրա արդեն ոչ թե երկնքում։ Ինքը հրաշալի գիտի, չէ՞ որ օդային մեծ հարված որ եղավ, հեռավորությունը մեծ է։ Այդ վերալից կարող ինքնաթիռները ոսկու գին ունեն։ Առանց դրա մարտական խնդիրի կատարելուց հետո ինքնաթիռները չեն կարող վերադառնալ, դու վառիկը վերջանալու է ինքնաթիռի մեջ։ Այստեղից հետևություն։ Իսրայելը որքան էլ որ պնդի ամերիկյան կողմին, ասենք քաղաքական ռազմական ղեկավարություն վերջինս ունեն մերժելու փաստարկներ։ Այդ մերժելու փաստարկը դա բավարար չափով զին անձնակազմ եւ օթուշ եւ թիկունքային ապահովում չունենալն է։ Բայց ես չեմ բացառում այդ ցամաքային օպերացիան կղզիների վրա։ Իսկ եթե կղզիների վրա ԱՄՆ հերթական պարտությունը կրեց, այսօր առավոտյան էի լսում, չգիտեմ, դա կարծեմ 3 են ասել, իրանական գեներալներից մեկն է ասել, չեմ շում ազգանունը, ասել է այն ինչ որ Տրամպ ասել է, թե քանի տոկոսով հաղթել են, ոչնչացրել են, գումարել են տոկոսները, ընդհանուր 320% է եղել։ Այսինքն իրանական բանակը 3 անգամ պարտվել է, այսինքն 3 անգամ այդ բանակը մի անգամ պարտվում է, հետո մեկ էլ չկա, ու ծլում է, հետո նորից է պարտվում, չկա, նորից է 3 անգամ։ Այսինքն ուզում ասի, որ սուտը կեղծիքը ուղեկցում են, բայց վերջին հաշվով բոլորը հասկանում են, չէ՞, որ այս բան, այսինքն գիտեք ոնց, Տրամպը որոշում է կայացնում պարտադրանքի ներքո։ Չկա պարտադրանք, վստահաբար Տրամպի որոշումը պատերազմ կանգնեցնելն է, իր դեմքը փրկելով, իր կուսակցության դեմքը փրկելով։ Ես առավել քան համոզված եմ, հիմա Տրամպի մոտիվացիան մի խնդիրն է, ինչպես անել այդ կռիվը կանգնեցնել։ Ինչ ցամաքային օպերացիա, այստեղ Իսրայելի պահն է, ես սկզբունքորեն չեմ բացառում, որ Տրամպը կարող է նաև հրաման տա ուղղակի Բիբին ֆիզիկապես ոչնչացնել։ Պրոբլեմը հիմա Բիբին է դարձել, ճիշտ է, ԱՄՆ-ի համար։ Հրամանա տալիս ոչնչացնել։ Ուղղակի խնդիրն է, որ այդ հրամանը տալու ժամանակ ինֆորմացիայի արտահոսքը մինչև հրամանը կատարել կարող ավելի շուտ հասնի Բիբին։ Այսպեսի խնդիր կարող լինի, իդեպ, ճիշտ է։ Հո Տրամպը պատական չէ կել իշխանության, ունի փեսա, հուդայիզմ ընդունած աղջիկ։ Իր երկու բանագնացներից մեկը փեսանա, մյուսը ազգության վրա Ուտկոֆը, այսինքն ադմինիստրացիայում իր մամուլի խոսնակը լևիտների ճյուղից, հա։ Ջեյդի Վենսն է բավականին պասիվ։ Ինքը դեմ ա եղել ի սկզբանե պատերազմին, վստահաբար։ Այսօր ասենք այսպես, հա, երկու անձ կա, որը հաջորդ ընտրություններին նախագահական դառնալու են հանրապետականի թեկնածուները։ Մեկը պետքարտուղար Մարկո Ռուբիոն է, ազգությամբ Կուբայից արմատներ այնտեղ են ծնողները այնտեղից են եկել, մյուսը Վենսն է։ Դրանք տարբեր շրջանակներ են ներկայացնում։ Մասնապես Վենսը եւ այն շրջանակը, որ կար, որը մագաշ շարժման հիմնականում այսպես կրողներն էին եւ իդեպ շարժման անդամները, մասնակիցները երևացող դեմքերն են շատ դժգոհ։ Այդ թվում նաեւ Տակեր Կառլսոնը, որին դուրս են դրել ուղղակի այդ շարժումից, այս հակա պատերազմական կեցվածքի համար։ Ասում են դու մեզ խափել ես։ Իհարկե, վստահաբար, եւ իրենք ճիշտ են։ Ուղղակի Տրամպը հիմա ունի նախագահի իշխանությունը։ Բայց Վենսի սկզբանը եւս վերջերս Վենսին պարտադրեց ստորացնելով կողքը կանգնեցնել, որպեսզի Վենսը խոսի, որ ինքը պաշտպանում է այս պատերազմը։ Հասկանում, Վենսը ընդհանրապես իջել է ջրի հատակը, չկար Վենսը։ Երևացողը Մարկո Ռուբիոն էր, պետքարտուղարը։ Եվ այդ նշանակում է, որ անգամ Տրամպի ադմինիստրացիայում ուժային կառույցներում կան լուրջ
դժգոհություն, որ այդ պատերազմը շարունակվում է։ Դե Քենթի օրինակը դրա վառ դրսևորում Այո, է։ այո։ Դա այդ մարդը պատական անձնավորություն չէ, իրազեկված։ Հետախուզության ղեկավարը Սույնտիկինը նա եւս դեմ այս ամեն ինչին։ Այսինքն նրանք ովքեր որ պատասխանատու են այս պատերազմի եւ հետևանքների մասին, իրենք դեմ են։ Լավ Տրամպասն գնաց նստեց։ Կամ 80 քանի տարեկան է, չէ՞, ասենք, համբարձվեց։ Բայց այս մարդը գնալու է նստեն, չէ՞։ Որտեղ որոշումներ են կայացրել, այսինքն դրա համար իրանք կեցված։ Ես չեմ բացառում, որ մոտ ժամանակներում կառավարման բուրգը աշճանաբար սկսի փլուզվել։ Ճիշտ այդ չի նշանակում, որ կառավարումը կորելու է, բայց կառավարման բուրգը աշճանաբար այսինքն հրաժարականից մի ամբողջ բան լինի, շքերթ լինի։ Երկու կարևոր իրադարձություն կա, նաև որոնք պետք է շոշափել, կոնգրեսին դիմեցին եւս 200 միլիարդ դոլար հատկացնել ռազմական ծախսերի համար, այ պատերազմի համար, եւ սա հուշում է, որ այսպիսի կարիքը, հա, ռազմական գործողությունների ֆինանսավորման առումով առաջինը հուշում է, որ իրենք նորից չեն կարողանում լուծել խնդիրը եւ ունեն արդեն սպառազինության խնդիր, եւ երկրորդ հուշում է, որ պատերազմը դեռևս հեռու է դադարել ավարտվելուց։ Եվ երկրորդ կարևոր իրադարձությունը Իսրայելը ընդլայնեց հարվածների աշխարհագրությունը թիրախավորելով Մերձ Կասպյան շրջանը, այսինքն Իրանի հյուսիսային հատվածները եւ իրենց ասելով արդեն ոչնչացրել են Կասպյան ողջ նավատորմը։ Եվ այստեղ հարց է առաջանում. որ երկրի տարածքով կարող էին թռչել իսրայելական ինքնաթիռները հաշվի առնելով հեռավորությունը, որպեսզի թիրախավորեին Մերձ Կասպյան տարածաշրջանը Իրանի Իսլամական Հանրապետության։ Եվ ի դեպ հատկանշական է, որ այդ իրադարձությունից 1-2 օր առաջ Աբբաս Արաղչին հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի կիրթ եւ կառուցողական գործընկեր հանդիսացող Ալիևի արտգործնախարար Ջեյրուն Բայրամովի հետ եւ բառացի զգուշացրել, որ այն երկիրը, որ իր տարածքը կտրամադրի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հարձակումների համար կդառնա թիրախ։ Մերձ Կասպյան երկրները այդքան էլ շատ չեն, եթե այդ տարածքներից դա Ռուսաստանն է, Ղազախստանն է, Թուրքմենստանն է, Ադրբեջանը եւ Իրանն է։ Դա ակնհայտ է, որ Ադրբեջանով է։ Ես չեմ կարծում, որ Ղազախստանը ինչ շահ ունի կամ Թուրքմենստանը կամ Ռուսաստանը, որ օդային տարածքն որ այդտեղից հարվածեն։ Ադրբեջանն է։ Հետո եկեք կլինի թե ոչ։ Մյուստաբար քայլ հավաքելու ժամանակը գալու է, ուղղակի այստեղ համբերություն է պետք։ Ինչ է, Իրանը մոռացել է Ռայիսի եւ Աբդուլլախյանի մահը։ Իհարկե ոչ։ Ուղղաթիռի ճակերտավոր վտարը։ Իհարկե, չէ, վստահաբար այդ ակնհայտ սպանություններ էլի։ Եվ ըստ այդմ ես ենթադրում եմ, որ կամ անցյալ տարի հունիսին 12 օրվա ռազմական բախում ԱՄՆ Իսրայել մի կողմից, Իրան մյուս կողմից։ Առաջին օդային գրոհի ժամանակ մի քանի ինքնաթիռներ Ադրբեջանից են անցել եւ խփվել են ընդ որում իրանական կողմը նաեւ ապացույցներ ունի։ Օկուպացված Արցախի։ Այո։ Հիմա ուղղակի խնդիրն է, որ դա Իրանի համար երկրորդական է։ Այն մեզ համար, հայերիս համար, տենց նայում ենք էլի թե Ադրբեջանը երբ կպատժվի ինչ-որ զգացմունքային հարցունից, Իրանը ոնց որ թե լուծում է ռազմավարական խնդիր։ Այնպես ինչպես իդեպ, եթե զուգարենք Ռուսաստանը իր համար ճակատը արևմտյան ճակատն է եւ ոչ թե արևելյան կամ հարավային, չէ։ Եվ այստեղ կարող է ինչ-որ զիջումների գնալ, պարտություններ եւ այլն, հաղթանակը, որտեղ ինքը գիտի, ստրատեգիական հաղթանակը արևմուտքում է կերտվում, ոչ թե այստեղ։ Հիմա նույնն է Իրանին, իհարկե ինքը գիտի ինչ ասել է Ադրբեջան։ Իհարկե գիտի ինչ ասել է Ալիև։ Մի վեց լավ գիտի, պատկերացրեք, բիպի գիտի, նրա իշխանությունը գիտի, քանի 300-ից ավել լրջագույն տնտեսվարող սուբյեկտներ նկատում եմ արտադրության հետ կապված եւ հանքարդյունաբերություն բրիտանական ընկերություններն են Ադրբեջանում տեր ու տնօրինություն անում, թուրքական բանակը գլխավոր շտաբում է տեր ու տնօրինություն անում, իսկ թուրքական բանակի շտաբների մեծ մասը էլի բրիտանական ասենք ֆիլտրներով անցել են։ Պահը գա, երբ լինի իհարկե
վստահաբար Իրանը կեցված դրսևորել է, բայց ոչ հիմա դրա ժամանակը չի։ Առանց հնել ինքը չէր ցանկանում այդպես առանձնապես սրի։ Բայց եթե Ադրբեջանը արդեն բացահայտ կերպով տարածքները տրամադրի օդանավականի եւ այլն եւ այնտեղից նաեւ հրթիռներ դեպի Իրան գնան, վստահաբար այդ ժամանակ առանց բացատրության Իրան հարվածելու է Ադրբեջանին։ Դուք պատկերացնում եք 4 հարևան ունենք, 4-ից 2-ը պատերազմի մեջ, մեկը պոտենցիալ Թուրքիան որպես դաշնակից Ադրբեջանի եւ Վրաստանն էլ։ Ստեղ էլ պերաշկի են ուտում, կոկորոս, թթուլավաշ ու ասում են, որ անկախության հռչակագրից ներողություն, սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանելու են։ Այո։ Դե հիմա լավ ուրիշ ինչ կարող են անել։ Եկեք մյուս կողմից նայենք։ Այս մարդիկ ոչ գիտելիք ունեն, ոչ փորձառություն ունեն։ Ինչ էլ որ անում են, հիմա իրենք ցույց են տալիս, որ ընտրությունների նախաշեմին իրենք ժողովրդի մի մասն են։ Նիկոլայ Ամբուշ Քարոզյանը գիտեք որն է։ Պոպուլիստ, մարդահաճո խոսք ասող։ Ես ձեզնից մեկն եմ։ Ես ձեզնից մեկն եմ ժողովուրդ։ Դուք եք խնձորը կրծում, այդ ով է դա հազարից մեկ, այդ ջուր են գալիս ցույց տալու համար, որ խնձորը կտրում են, բան, այդպես բռնում ուտում ենք, պետք է պերաշկել ենք ուտում, բայց ինչքան պերաշկի ուտող մարդ կա։ Այդ պերաշկի ուտողն ասում է, էլի մեր Նիկոլն էլի, հիմա ճիշտ է, մի քիչ հարստացել է, կամ չի հարստացել, բայց մեր ընկերն է։ Այդ առումով ինքը ընդդիմությանը հաղթած է, ասեմ ձեզ։ Եթե ընդդիմությունը մտավ պերաշկի, թթուլավաշ, էլ ինչ էին ուտում, սուջուխ, այդ թեմաների մեջ վստահեցնում եմ ընդդիմությունը պարտվել է, եթե ինքը մտավ այդտեղ։ Որտեվ այդ Նիկոլի կանյոկն է, ինքն է դրանով, իրան դրանով են աճացրել։ Ստախոս, մարդահաճո խոսք ասող, խոսքը չպահող, որը այլևս չի աշխատում։ Հա, պոպուլիզմը նկատի ունի։ Հասկացա, բայց չէ, բայց այսօր զանգված կան, որի վրա աշխատում է։ Չէ, վստահաբար, ցավոք սրտի, այդ մեր ժողովրդի մի մասն է։ Բայց արդյոք դա չափելի է 21 թվականի։ Իհարկե, ոչ, միանշանակ ոչ։ Ոչ էլ 21 թիվն է չափելի 18 թվի հետ։ Ես չհիշեմ էլի 18 թվին քանի հոգին չէին խոսում։ Այդ ամբողջ մախինայի դեմ։ Ես ուղղակի շատ լավ գիտեմ, որ խոսացողներից մեկը ես եմ եղել դեմ եւ շատ խիստ։ Հիմա ինչի համար եմ սա ասում։ Մեր սխալների, կորուստների, ցավի, զրկանքների, եսիմ միջոցով մենք անցնում ենք խավարանով եւ վերաճշգրտում ենք մեր ընկալումները, մեր գնահատումները, կյանքի նկատմամբ մեր մոտեցումները, մեր աշխարհ ճանաչողությունն ու աշխարհ ընկալումը, սա մի օրում չի լինում, վստահեցնում եմ ձեզ։ Դա մի օրում չի։ Եվ հետեւաբար իհարկե ճիշտ է գնահատում, Դավիթ ջան, որ 21 թվի ընտրողը եւ այսօրվա ընտրողը, դա սար ու ձորի տարբերություն է։ Բայց գոնե ես մտածում եմ այսպես, այս բոլոր կապիկությունների անելու իմաստը ո՞րն է։ Գոնե մի 10% հավաքի, մի 10% էլ վարչական ռեսուրսով 20 եղավ։ Մի 10% էլ նկարի իրեն 2-3 դաշինքների կուսակցությունների վրա, ասենք, Զավենիչա խառն, դա Արման Բաբաջանյա խառն էլի տենց եւ այլն, ավելի վատ խիստ բառեր չասենք, մի 10% էլ այդտեղ նկարվի, այդտեղա մի 35%-ով ինքը առաջին տեղում առնելու, մյուսները որից մեկը այդպես 35 չի հավաքելու, ավելի ցածր, եթե այնուամենայնիվ չբավականացեց, որ ինքը որպես հաղթած կողմ այդ 50+1-ով լինի, չէ, երկրորդ փուլը, չէ, երկրորդ անգամ։ Հա։ Հիմա իր խնդիրը այդ գոնե մի 30-35-ը նկարելն է, բայց դրա համար գոնե մի 10 պիտի ունենա։ Եթե մարդը 10 չունի, ասենք 1 ունի։ Իրենց համար շատ ուսուցողական էր Երևան քաղաքի ավականու ընտրությունները։ Քան տոկոսով Ավիլյանը դարձավ։ Շատ քիչ էր։ 10% էլ չկար։ Այդքան քիչ մարդով, այո,
բայց ինքը դարձավ քաղաքապետ։ Եվ սա հուշում է, որ որքան բարձր լինի Յավկան, Միանշանակ 60%, 70%, եթե ընդդիմության թիվ մեկ խնդիրը լինի մարդկանց այդ տներից տանել ընտրատեղամաս, տալ մոտիվացիա, մարդը գործողություն անում, երբ որ կա մոտիվացիա։ Եթե այդ մոտիվացիայով ինքը գնում է ընտրատեղամաս, վստահաբար դրա մի մասը, էական մասը ամսի 8-ին, հունիսի 8-ին ինքը փորձել է իր ձայները պաշտպանել։ Դա Նիկոլի վերջն է, բաց եմ ասում։ Հետաբար դեմ եմ բոլորին, դեմ եմ երկնքին, դեմ եմ երկրին, չգիտեմ, ջրերին, ես իմում, մեզ ֆինանսավորող աղբյուրությանը, այդպիսի օղակներ կամ ոչ մեկին չեմ միանում, առանցին եմ մտնում, այդպես, հա, կան։ Դրանք փոշիացնող են, իսկ ժողովրդին տնից չհանելու պայմանը, ես սկզբունքորեն ես երբեք չեմ թաքցել, ես ասել եմ, Հայաստանում ընտրություններ չի փոխվելու։ Ես նորից եմ ասում։ Հետընտրականով։ Այո, միանշանակ այդպես է։ Իդեպ նույն մոտեցումը ուներ առաջին նախագահը, երբ 2008-ին իր ողջ քարոզչական գիծը ըստ էության կառուցված էր, որ ընտրությունների հաջորդ օրը դուրս են գալիս փողոց։ Այո։ Որտեղ կեղծելու են։ Այո, եւ կարծում եմ, որ դա է լավագույն մեթոդաբանությունը ներկայիս ընդդիմության։ Բայց եկեք այսպես, եթե զուգահեռ տարար, ես գնահատեմ այդպես, որ 2008-ին իշխանությունը չուներ այնքան քիչ ձայներ, որքան ունենալու է Նիկոլը։ Միանշանակ։ Նիկոլն է շատ ցածր, այսինքն իր համար ինքը մի խնդիր է հիմա լուծում, որ մարդիկ չգնան ընտրատեղամաս։ Այսինքն Երևան քաղաքի ավականու ընտրությունները իր համար ցուցիչ է։ Ամեն ինչ անելու է, որ մարդիկ տնից դուրս չգան։ Ամեն ինչ։ Այդ դեպքում այո կկրկնվի ուրեմն ավականու ընտրությունների այդ 10-15%-ով բան վարչապետ դառնալու իր բանը։ Եթե բայց այդ դեպքում մյուսների վրա շատ նկար, այսինքն ստեղ նկարչությունը ակնհայտ է, հա։ Եվ այդ Եվրամիության դիտորդներին ինչու է բերում, որ այդ նկարչությունը դրանք արձանագրեն, որ ոչ մի նկարչություն էլ չկա, դա իրականություն է, վստահաբար։ Իհարկե, վստահաբար։ Այսինքն իր կեղծիքները, այդ այլանդակությունները մեր ժողովրդի ձայնը խլելը Եվրոպան բանով կնիքով վավերացնելու է։ Պարոն Նահապետյան։ Օրինակ ես կարծում եմ, թե Հայաստանում հակաեվրոպական լուրջ շարժում լինի մինչև ընտրությունները, կայակալասը հաստատ ընդդեղի ծակերից դուրս չի գա գաստել եւ ոչ խումբ ավարկելու։ Ամենալուրությամբ եմ ասում։ Եթե ընդդիմությունը մի ուղղություն վերցրեց, դե ակնհայտը չխի են գալիս, այս այլանդակությունները խեն անում։ Հիմա պատկերացեք Հայաստանում լուրջ հակաեվրոպական, ոչ թե սխալ ասի, ոչ թե հակաեվրոպական Եվրամիության դեմ, որտեվ ես քրիստոնեական Եվրոպայի պատմություն բական ուսումնասիրել եմ, դա լրիվ այլ իրականություն է, այլ իրողություն է, որ աշխարհին ինչ է տվել։ Բայց Եվրամիության դեմ գրասենյակները Դեմիրճյան փողոցի վրա դու բարբերաբար գնում ես, չէ՞, ես լավ եմ հիշում։ Եթե Հայաստանում գնաց նման շարժում, սա իդեպ Նիկոլի կեղծիքները չվավերացնելու ամենալուրջ քայլն ալնելու։ Ես հիմա բաց եմ ասում, ընդդիմությունը եթե ճիշտ մարտավարություն ընտրի, որպեսզի այդ կեղծիքները որից մեկը չասի, որ ոչ մի կեղծիք էլ չկա։ Այսօր Եվրամիության դեմ Հայաստանում քաղաքական ընդդիմությունը լուրջ գործընթաց, սկզբից գոնե քարոզչական, հետո գետնի վրա արդեն կերևա։ Իսկ դա ինչ է նշանակում, որ Եվրամիության դեմ Հայաստանի քաղաքացիների նման կեցվածքը հղիայնչով, ինչ Եվրամիության անդամակցություն։ Եվրամիության ստեղ չինովնիկ որ տեսնեն կարող է գլխին աղյուս ընկնի վերևից։ Կամ են Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության հետախույզները նստեն մեքենաները ու հայդապուկ ուր Փարիզ ու Լոնդոն։ Իրենց մշտական տեղակայման վայրը, այսինքն կարող է sense պահ առաջանա, իսկ դա շատ կարևոր է, որտեղ այդ կեղծիքների վավերացումը շատ կարևոր է Նիկոլի համար եւ չվավերացումը շատ կարևոր է ընդդիմության համար, համաձայն եք։ Դա բան Եվրամիությանը պետք է ասել դուրս Հայաստանից։ Պարոն Նահապետյան, եկեք վերջում քննարկենք եւս մի այսպիսի հարց։ Ազգակործան պատուասը բաց տեքստով, ինչպես նշեցի, ասաց, որ անկախության հռչակագիրը հանվում է, դա կոնֆլիկտի տրամաբանություն է իրենց ենթադրում եւ
այլն իր մարազմատիկ հայտնի հիմնավորումներով ճակերտավոր Աստված մի արասցը սրա վերարտադրության պարագայում մենք ինչ սցենարների կարող ենք բախվել Ուրեմն արձանագրենք հետևյալը Ադրբեջանի եւ Թուրքիայի տեղի մասին չեմ խոսում երկուսի համար կա պլան մինիմում պլան մաքսիմում Հայաստանի պահով Ուրեմն պլան մինիմումը Հայաստանը դարձնել հայ-ադրբեջանական երկու էթնիկ խմբերի կամ երկու ազգերի մի պետություն Այդ 300,000 հեքիաթների դաշտից չի, իհարկե դա մի օրում չի լինի, բայց դրա համար եթե հողը նախապատրաստվում եւ լուրջ ֆինանսավորում լինի, 1 միլիոն մարդ ուղղակի կգա Հայաստան, կբերեն Հայաստան, 1 միլիոն Հայաստանից էլ 1 միլիոն մարդ չի մնա 1 միլիոն մարդ էլ դուրս կգա, միլիոն ու կես, այսինքն ադրբեջանցի կարող մեծամասն ունեն երկու էթնիկ խմբերից Այսինքն ուրեմն խնդիրը հետեւյալն է, նոր պետություն, նոր էթնիկ խմբով, այսինքն ժողովրդագրական վիճակ են փոխում եւ այդ պետությունը ամբողջովին մտնում է Ադրբեջանի Թուրքիայի կառավարման ներքո իրենց օրբիտայի մեջ ու թեման փակվեց։ Իսկ այստեղ մի 5 միլիոն հայ մնում է։ Օրինակ։ Տարբերակ A, տարբերակ B Իրանի հետ կապված զարգացումները ստեղծում են մի վիճակ, որտեղ Ադրբեջանը կարող է առանց որևէ լուրջ խնդիրներ ունենալու ուղղակի զորք մտցնել Հայաստան։ Ասեն գան հանրապետության հրապարակում ցայտ աղբյուրներից ջուր խմեն ու հետ գնան, այդպես տանկերով էլի, կամ Փարիզյան սուրճ, Աբովյան փողոցի վրա տանկերով գան խմեն, ասում են հիմա ուզում ենք եկել տրանսպորտ չունենք, ուրիշ տանկով ենք եկել։ Ես ուզում ասել, որ այդ օրակարգից պետք չի հանել։ Ուղղակի ես չեմ ասում խուճապի համար, բայց ամսի 7-ին եւ քաղաքական ուժերը եւ ընդդիմությունը պետք է իմանան, որ մեր երկու հարևանները թշնամի են մեզ եւ իրենք ունեն կոնկրետ հայկական սեպը ամբողջովին հանելու թուրքական աշխարհից եւ հայկական հարցը լուծելու նպատակ։ Մեզ համար լավագույնը երբ այդ էթնիկ խմբերը գալիս են դառնան նոր պետություն, նոր սահմանադրությամբ իդեպ եթե բարնպաստ պայմաններ այս պատերազմի արկայության պայմաններում, եթե իրեն գտնեն, որ չեն պատժվի, Ադրբեջանը առանց որևէ վիսեթևե թանկի մտնելու է։ Իդեպ Ալիևը ասեց, չէ, որ իմանան կես տարի հետո ինչ կլինի։ Չասեց 6 ամիս հետո ես ասած կարող է հետ կանգնեմ այդ ամեն ինչից, այդ պայմաններից, հա։ Իսկ միջոց էլ ասեց, ես տարածքային ամբողջականություն չեմ ընդունում։ Էս ի՞նչ է նշանակում։ Հո չի ավելացնելու։ Կարող գիտես Ադրբեջան մի մասը տալու Հայաստան դրա համար չի ընդունում։ Տանելու է, չէ։ Այսինքն ինքը մարդը բացահայտ ասել է, որ ես ուժով գալու եմ վերցնեմ։ Հիմա ես այդ երկրորդ սցենարը դա է։ Թե ինչքան կվերցնի, չգիտեմ։ Երրորդ սցենարն էլ ես սրա մասին տարբեր տաղավարներից ասել եմ, կարծեմ այստեղ եմ ասել, եթե ստացվում է այնպես, որ սա վերարտադրվում է, տեսականորեն նայենք, ամեն ինչ արվելի է, որ 102 բազան դուրս տրվի եւ սահմանապահները, հայ-իրանական, հայ-թուրքական սահմաններից։ Նույն պահին Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները երբ որ ստեղծվում է, այս Թուրքիան ասում է Ադրբեջանի բոլոր պահանջները կատարես նոր կստեղծեմ։ Տեսականորեն ընդունենք ստեղծում է, Թուրքիան ասում է Հայաստանին մեր երկու երկրների դելիմիտացիա դեմարկացիա։ Սահմանազատում սահմանագծում։ Ինչ հիմքը ո՞րն է լինելու այդ երկու պետությունների միջև։ Վստահաբար, որտեղ երկու պետությունների միջև վերջին կնքված պայմանագիրը դա 10,000 քառակուսի կիլոմետր։ Այստեղ Ալիևը իրան ճղելով գալիս է, այդ դողայում շեֆ ասում է 10-ն իմն ալի, լրիվ մի տարի, 10-ն ինձ թող։ Հետո հայ ժողովուրդը պետք է մտածի ինչ անելու այդ ընթացքում։ Ես ասում կոնկրետ այս 3 սցենարը։ Բայց այս 3 սցենարները միանգամից կարող են չիրականանալ օրակարգ չմտնել մի պարագայում։ Հունիսի 7-ին մեր ժողովրդի առավելագույն շատ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներ պիտի գնան ընտրատեղամասեր եւ մասնակցեն քվեարկությանը։ 70-80% մտան, ես վստահաբար եմ ասում, Փաշինյանը այդ օրը կարող է երեկոյան թիվ 1 բորդով կամ Կերենսկու պատմություն մի հատ ուսումնասիրի, տեսնի Կերենսկի ոնց էր, ասենք Պետերբուրգից ճողոպրում դեպի Լոնդոն։ Եվ թերևս այս կարևոր նոտայով էլ ավարտանք այսօր։ Սիրելի ընկերներ, Anti-Fake եթերում Խաշմեկ ոդկասթի հերթական թողարկումներ, մնացեք մեր Anti-Fake եթերում, կհանդիպենք հաջորդ շաբաթ։